Գնեք Սանկերամիկա կամ Լոգասենյակի կահույք և ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Մեր եթերը շարունակվում է տեսակապով, մեզ է միացել միջազգային իրավագետ Արա Ղազարյանը։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Պարոն Ղազարյան, Բաքվում ընթացող շինծու դատավարությունը կարծես թե մոտենում է իր ավարտին, ի դեպ ցավով եմ դա նշում, բայց տրամաբանական ավարտին, եւ դատախազը պահանջել է հիմնականում ցմահ եւ 20 տարի, 19, 18, 17, 16 տարի ազատազրկում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության համար։ Սա սպասելի էր ձեզ համար այս պահանջը։ Այո, իհարկե սպասելի էր, որովհետև այն մեղադրանքները, որ առաջադրվել են, դրանք առանձնապես ծանր հանցագործության կատարման համար մեղադրանքներ են եւ սանկցիաները հենց այդքան են եւ Հայաստանի քրեական օրենսգրքում նույնպես նմանատիպ հանցագործների համար նախատեսվում է 15-ից 20 տարի կամ մինչև ցմահ ազատազրկում։ Դրանք են ագրեսիվ պատերազմ վարելը, մարդկանցության դեմ ուղղված հանցագործություններ, ցեղասպանության հանցագործություն, միջազգային ահաբեկչություն։ Բնականաբար նման հանցագործությունների կատարման համար մեղադրանքը չէր կարող նախատեսել 5-ից 10 տարվա կամ 12 տարվա ազատազրկում, առնվազն 15-ից 20 տարվա ազատազրկում, այսինքն այդ իմաստով կանխատեսել էր միանշանակ։ Հասկանալի է, որ այդ ցմահը եւ 18, 19, 20 տարի հաշվի առնելով այդ մարդկանց տարիքը, խոսքը գնում է փաստացի բոլորի դեպքում էլ ցմահ ազատազրկման մասին։ Ձեր կարծիքով հնարավոր է, մենք կարող ենք այդ հնարավորությունը եւս դիտարկենք, որ Ալիևը ինչ որ մի պահ համաներում կհայտարարի։ Ամեն ինչ հնարավոր է, համաներումը դա իրավական գործընթաց չէ, դա երկրի նախագահային տրված բացառիկ լիազորություն է, եւ դա չի արվում, թեկուզ արվում է օրենքի հիման վրա, բայց չի արվում իրավական ինչ-ինչ խնդիրներից ելնելով։ Հայաստան նույնպես բազմիցս հայտարարվել է համաներում կամ ներում կոնկրետ անձին։ Դա բացարձակ հայացողության իրավունք է գործադիր իշխանության կամ երկրի ղեկավարի։ Հնարավոր է, որ այո, ապագայում բավականին երկարատև ժամանակահատված հետո կամ միջազգային հանրության ճնշման ներքո եւ այդ մարդկանց գտնվել Ադրբեջանում արդեն սկսի խանգարել Ադրբեջանին, ես չգիտեմ այդպիսի պահ վրա կհասնի թե ոչ կամ երբևիցե երբ կլինի դա, բայց մեխանիզմը միշտ էլ կա դատապարտված անձին հանձնելու, դրա վերաբերյալ կան միջազգային կոնվենցիաներ, Ադրբեջանը ունի օրենք, Հայաստանը ունի օրենք, այսինքն ամեն ինչ հնարավոր է։ Այնպես ինչպես դա եղավ հենց Սաֆարովի դեպքում, երբ որ Բուդապեշտը հանձնեց նրան Ադրբեջանին, թեկուզ ձևականորեն Ադրբեջանի երաշխիքների հիման վրա որ ազատ չի արձակվի, բայց իհարկե նախորդ եղել է պայմանավորվածությունը եւ նույնիսկ եղել է այստեղ ինչ որ կոմերցիոն գործարք, դրա մասին էլ եմ պատմում, բայց ես ուղղակի բերեցի օրինակ ներկայացնել համար, որ միշտ էլ հնարավոր է դատապարտված անձին հանձնել այն երկրին, որը նրա հայրենիքն է, որպեսզի նա պատիժը մնացած մասը պատժի կրի իր հայրենիքում։ Սա տեսական հիմքն է իհարկե։ Պարոն Ղազարյան, մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, բայց այնուամենայնիվ այսպիսի քայլերով Ալիևի հիմնական նպատակը որն է, դեպի որտեղ է տանում, եթե մենք նկատի ունենանք քաղաքական դրդապատճառներ իսկական։ Դե իհարկե բոլոր այս անձինք իրենք քաղաքական պաշտոն զբաղեցրած անձինք են, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, մեղադրանքներն էլ իրականում քաղաքական են։ Մեղադրանքի հիմքում ընկած է այն նպատակը, որ դատարանը հայտարարի, որ այս մարդիկ այդ հանցագործները կատարել են Երևանի պահանջով, Հայաստանի պահանջով, որովհետև Հայաստանը մղել է օկուպացիոն պատերազմ, ագրեսիվ պատերազմ Ադրբեջանի դեմ, եւ այդ կոնտեքստում Արցախի ինքնահաստատվելու անկախության գաղափարը եւ անկախության համար մղվող պատերազմը որպես արդարացի պատերազմ վերանում է, որովհետեւ եթե պատերազմը արդարացի չէ, որովհետեւ ագրեսիվ պատերազմ է եւ այն նույն տարածքում, որտեղ մենք ասում ենք, որ տեղից էլ ինքնապաշտպանության նպատակով պատերազմ անկախությունը պաշտպանելու, դատական ակտի նպատակն է հերքել Հայաստանի հայերի վերած այդ պնդումը, այդ նաև փաստերը, այսինքն 30 տարվա պատմությունը հերքել
առայն որ չի եղել ոչ մի ինքնապաշտպանական կռիվներ, պատերազմներ կամ բախումներ, կամ ներքին կոնֆլիկտ, կամ միջազգային կոնֆլիկտ Արցախի կողմից ընդդեմ Ադրբեջան, այլ եղել է Հայաստանի հարուցած պատերազմը, ագրեսիվ պատերազմ ընդդեմ Ադրբեջանի, որի նպատակն է եղել տապալել Ադրբեջանի սուվերենությունը, քաղաքական իշխանությունը, Ադրբեջանի տարածքի մի մասում, որն է Արցախի իր հարակից տարածքներով։ Սրան է ձգտում այդ դատավարությունը եւ կարծում եմ դատավարությունը հենց հիմնվելով մեղադրանքների, վկաների տված հայտարարությունների վրա դատական ակտը հենց դրան էլ վերաբերելու է։ Պարոն Ղազարյան, այս վիճակում, որը մենք այսօր ունենք դատավարության մասով, Հայաստանը ինչ-որ բան կարող է անել։ Եսի նկատի ունեմ պաշտպանվել հենց այդ նպատակները հաշվի առնելով Ադրբեջանի։ Հայաստանը կարող է որպես սուբյեկտ միջազգային հարաբերությունների բանակցել դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով փորձել հասնել որևէ նպատակի, ոչ թե ազդել մեղադրանքի ծանրության վրա, թեև դա էլ բացառված չի, այլ ինչ որ կերպ հասնել նրան, որ այդ մարդիկ ինչ որ մի ժամանակ վերադարձվեն Հայաստան։ Բնականաբար Ադրբեջանն էլ դրա փոխարեն զիջումներ կպահանջի, ինչպես միջև մազիջումները պահանջել արդեն հայրենադարձված ռազմագերիների առումով, հիշում եք վերջին դեպքը, որ եղավ, դա կապ ուներ COP29 համաժողովի հետ, երբ Հայաստանը հրաժարվեց իր թեկնածությունից եւ դա հեշտացրեց Ադրբեջանի թեկնածության քննարկումը եւ վերջո թեկնածության հաղթանակը եւ հենց COP29 համաժողովը տեղ ունեցավ Ադրբեջանում։ Դա կապում են ռազմագերիների որոշակի խմբականակի վերադարձի հայրենադարձությանը Հայաստան։ Ասա փոքրիկ օրինակ է, թե ինչպես կարելի է ռազմագերիների թեման կամ դատապարտյալների թեման որպես լծակ օգտագործել Հայաստանի դեմ, որտեղ ի վերջո Հայաստանն է ռազմի դաշտում պարտվել, բնականաբար Հայաստանը պետք է գնա զիջումների, ոչ թե Ադրբեջանը։ Ուղղակի Ադրբեջանը պարտվում է իրավական հարթակներում, այդ պատճառով էլ Ադրբեջանի համար շատ կարևոր է այդ իրավական գործընթացները կանգ առնեն, որովհետև դա եթե շարունակի այսպես, լրջորեն հարվածելու է Ադրբեջանի հեղինակության եւ հարվածի տակ է դնելու նրանց այսպես կոչված հայրենական պատերազմի լեգիտիմությունը։ Դուք գիտեք, որ իրենք այդ պատերազմը կոչում են հայրենական պատերազմ։ Իրականում դա զավթողական պատերազմ էր, դրա արդյունքում այլևս հայեր չկան Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանի համար այս թեման ցավոտ է, դրա համար էլ փորձում են նաև իրավական գործընթացները շրջել Հայաստանի դեմ։ Կոնկրետ դուք որ գործընթացների մասին եք նշում, խնդրում եմ նշեք հեռուստադիտողների համար։ Նախ եւ առաջ միջպետական գանգատները Հայաստանի կողմից ընդդեմ Ադրբեջանի երկու ատյաններում մարդուրանքներոպական դատարանում եւ արտադրության միջազգային դատարանում, մոնիտորինգային մարմիններում տարբեր հարթակներում Ադրբեջանի դեմ ընդունվող որոշումները, բանաձևերը, հանձնարարականները եւ իհարկե անհատական գանգատները, որոնք անընդհատ ներկայացում են Ադրբեջանի դեմ մարդուրանքների եվրոպական դատարան եւ մարդուրանքների կոմիտե, եթե Ադրբեջանին հաջողվի միջպետական գանգատների հոսքը կանգնեցնել անհատական գանգատների վրա, Ադրբեջանը չի կարող ազդեցություն ունենալ եւ դրանք բավականին արդյունավետորեն արագ են գնում, առաջ են գնում եւ իդեպ դրանց արդյունքը լինելու է նույնը, ինչ որ կլինի միջպետական գանգատներին, եթե դրանք մնան վարույթի մեջ, բայց մենք գիտենք, որ երկու պետությունները որոշել են այդ վարույթներից հրաժարվել, նշանակում է առաջիկայում Ադրբեջանի համար իրավական վտանգ է ներկայացնելու անհատական գանգատները, որոնք ներկայացում են արցախցիների կողմից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից շրջանցելով հանրային մարմիններին, հանրային իշխանության եւ հանրային իշխանությունը չունի որևէ լծակ այդ գանգատների վրա ազդելու եւ կարծես թե ցանկություն էլ չունի, որը լավ է, որովհետեւ ես որևէ ազդանշան չեմ տեսնում, որ հանրային իշխանությունը ինչ որ կերպ փորձում է միջամտել այդ գանգատների հոսքին ընդդեմ Ադրբեջանի։ Եվ վերջի հարցը, պարոն Ղազարյան, կապված է սեփականության իրավունքի հետ։ Այսօր Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուպովը հայտարարել է, որ Ստեփանակերտում, Մարտակերտում եւ Իվանյանում քանդվում են շենքեր, որոնք պատկանում էին հայերին, եւ հիմա կառուցվում են նոր բազմահարկ բազմաբնակարան շենքեր, որոնց հետո կհանվեն վաճառքի, այդ թվում նաեւ հիփոթեկով եւ այնտեղ կգան կբնակվեն ադրբեջանցիներ։
Այստեղ իրավունքի խախտումը կարծում եմ ակնհայտ է, հաշվի առնելով նաև, որ ոչ բոլոր շենքերն են քանդվում, այլ կան շենքեր, որոնք ուղղակի տերն է փոխվում, այսինքն եղել է տերը հայ, որը բոլոր փաստաթղթերը ունի, բայց հիմա ադրբեջանցի է տերը։ Այստեղ մենք ինչ որ անելիք ունենք, կամ ընդհանրապես այսպիսի հայցեր կան արդեն։ Դա հիմնական ուղղությունն է այն գործընթացների, որոնցում կոնկրետ ես եմ ներգրաված եւ իմ գործընկերները, գույքային իրավունք, որը երբեք չի դադարելու գոյություն ունենալ, որի մասին ադրբեջանցիները չեն սիրում խոսել, ավելին տարբեր հարթակներում նույնիսկ վերբալ հարձակումներ են կատարվում մասնագետների նկատմամբ, ովքեր պնդում են, որ նույնիսկ եթե տասնամյակներ էլ անցնի, նույնիսկ եթե մահանան անձին նրանց ժառանգների մոտ այդ իրավունքը այն գույքի, որը մնացել է Արցախում, անկախ նրանից գույքը թալանվել է, թե քանդվել է, անկախ նրանից դա անշարժ գույք է, թե շարժական, իրավունքը պահպանվելու է։ Ադրբեջանը այս թեմայի մասին չի խոսում, բացարձակապես չի խոսում այն թեմայի մասին, թե արդյոք այդ գույքը ազգայնացվել է, թե ոչ, բայց բոլորս հասկանում ենք, եթե ուրիշի գույքը քանդվում է հանրային իշխանության կողմից, ուրեմն հանրային իշխանությունը նախ եւ առաջ ազգայնացրել է այդ գույքը, որ հետո քանդում է կառուցապատողի միջոցով եւ հետո էլ արդեն տրամադրելի է մասնավորին։ Հենց հիմնական գործընթացները այսօր որ առաջ են գնում մասնավոր գանգատների մասին, որ խոսեցի, հենց այս գույքային իրավունքի իմաստով են, որպես օրինակ վերցնենք Սարգսյանի գործով վճիռը, որտեղ անձինք զրկվել են իրենց գույքից օգտվել իրավունքից 92 թվականին, բայց այս պայմանությամբ Ադրբեջանը պետք է մշակի մեխանիզմ այդ մարդկանց փոխհատուցելու համար, որովհետև տիրապետում է այդ գույքին եւ թույլ չի տալի, որ քաղաքացիները վերադառնան եւ օգտվեն իրենց իրավունքից։ Ահա պատկերացրեք, որ 120-150 հազար Սարգսյաններ կան, որոնց գույքային իրավունքները պահպանվելի են նույնիսկ եթե անցնի 40 տարի, եւ Ադրբեջանը հասկանում է, որ պետք է ինչ-որ կերպ փորձի դիմագրավել այս իրավական տանդեմին, որը գնալով ավելի սրությամբ է կանգնելու Ադրբեջանի առջև։ Այ Ադրբեջանը հաղթեց պատերազմի դաշտում, օգտագործելով անօրինական ուժ քաղաքացիական բնակչների նկատմամբ, բայց իրավական դաշտում Ադրբեջանը պարտվում է։ Այնպես որ նրանք լրջորեն անհանգստացած են եւ փորձել են տարբեր ռեսուրսների միջոցով նվազեցնել ինչ որտեղ այս հոսքը գանգատների, ուղղակի մյուս կողմից էլ գանգատների ներկայացնելը կախված է ռեսուրսներից։ Եվ որքան շատ լինեն ռեսուրսներ, այնքան ավելի մեծ քանակությամբ նման գանգատներ կներկայացվեն եւ վստահ եմ, որ ապագայում 10 տարի հետո կլինի թե 5 տարի հետո դրանք խաղաքարտեր են խառնելու, քաղաքական խաղաքարտեր են խառնելու։ Անկախ նրանից այդ գույքը մնացել է թե ոչ, այնտեղ բնակվում են ոմն հասանողներ թե ոչ, կրկնում այդ գույքային իրավունքը շարունակելի է պահպանվել տասնամյակներ հետո։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Ղազարյան։ Ես էլ եմ շնորհակալ ստեսումից։ Մեր հյուրն էր, որը մեզ միացել էր տեսակապով, միջազգային իրավագետ Արա Ղազարյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր աշխատանքը։